Ողջույն հայրենակիցներ, այսօր 26 ապրիլի ժամը 19:28 2025 թվական մեծ զայրույթ առաջացավ իմ մեջ, երբ որ դիտեցի, թե լրատվական միջոցները ինչպես են անդրադարձել հայոց ցեղասպանությանը, ինչպես են կազմակերպվել ի օգուտ, ի պաշտպան, ի հիշատակ մեր ցեղասպանությանը գործողություններ, լինի դա Իրանում, Թեհրանում, լինի դա Բելգիա, Ֆրանսիա միջպետական մայրուղու վրա ցույցը, լինի դա Մոսկվայում հավաքված կոնֆերանսի արդյունքները, որտեղ ելույթներ ունեցան Արա Աբրահամյանը, եթե չեմ սխալվում անուն ազգանունը, Անդրանիկ Միրաբյանը, խոսեց նաև Բաղդասարովը Սիմեոն և այլ ելույթներ հայկական հեռուստատեսությամբ և հայկական տարբեր լրատվական միջոցների կողմից զայրույթ է առաջանում իմ մեջ, որ մինչև օրս մարդիկ քննադատելով, պարզաբանելով, բացահայտելով այսօրվա հակահայկական քաղաքականություն տանող ստահակների, սրիկաների իշխանությանը քարոզ է անում, որ 26 թվականին մենք պետք է նրանց չընտրենք, այսինքն տարեկես պետք է սպասենք և նոր անդրադառնանք դրանց վռնդմանը, բայց ոչ միայն վռնդմանը, դատապարտմանը և պատժի ենթարկելուն, ընդհանրապես չպետք է խոսվի, որ հեռանա, թողնի իշխանությունը, այդպիսի մտքեր ընդհանրապես, եթե դու ազգային ես, եթե դու հայկական պետականության պաշտպան ես որպես ներկայանում, չպետք է այդպիսի միտք նույնպես թույլ տաս, անհնար է խոսել այն մասին, երբ որ դու ապագայում տարուկես հետո քարոզարշավին ես նախապատրաստվում և ամենավտանգավորը ներկայացնելով ինչ-որ կուսակցություն, ովքեր ելույթ են ունենում հայկական լրատվական միջոցներով, առաջին հերթին նշում են իրենց կուսակցական պատկանելությունը, իսկ այդ նշելով առաջնահերթ խնդիր է դառնում իրենց կուսակցության պաշտպանելը, իրենց կուսակցական այսպես կոչված թեզը առաջ տանելը, իսկ դա արդեն հակահայկական է, հակապետական է, ինչի մասին կարող է խոսել մարդ, երբ որ նա ինչ-որ կուսակցության թեզն է պաշտպանում, ինչ կարելի է դրանից ենթադրել, այն որ նույնպես բաժանման, նույնպես թերացման և թուլացման քարոզ են տանում, իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, նրանց չպետք է քննադատել, եթե խոսում են դավաճան իշխանությունների մասին, դա ենթադրում է, որ դավաճանությունը բերել է թշնամության, այսինքն դավաճանը դարձել է թշնամի, նրանց ոչ թե ընտրելով պետք է վերացնել, հեռացնել, նրանց պետք է հեղափոխությունով, հեղաշրջումով, որի իրավունքն ունի ամեն մի ազգ, ամեն մի ժողովուրդ, դրա մասին պետք է խոսվի, Անդրանիկ Միրաբյանը խոսելով Պաղեստինի ժողովրդի բախտի և դժբախտության մասին, հայտնեց, որ հարավաֆրիկյան պետությունը դիմել է միջազգային դատարանին, սխալվում է նա, եթե նա պատմաբան է մասնագիտությունով, պետք է շատ լավ տեղեկանա այդ նորություններին և իրադարձություններին,
Իսկ այդ մասին իրադարձությունը դեռ վաղուց ես արդեն նշել եմ իմ ելույթի ժամանակ, իմ հաղորդումներից մեկում, երբ որ ես բացատրեցի, որ Նիկարագուան ոտքի ելավ թքեց Իսրայելի և Ամերիկայի անմարդկային քաղաքականության վրա և միջազգային դատարանին դիմեց իրենց պետության անունից, դատապարտելով Իսրայելի հակամարդկային օկուպացիոն քաղաքականության դեմ, որին միացավ հետագայում Նորվեգիան, Իսպանիան, իսկ Անդրանիկ Միրավյանը մոռանալով այդ մասին, խոսում է վերջերս Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ակցիայի մասին։ Հայցի հետևանքով պահանջելով, որ պաղեստինյան ժողովուրդը իրավունք ունի իր բնօրրանում շարունակել ապրել և պետականություն հաստատել վերջապես դեռ 48 թվականի Միավորված ազգերի կազմակերպության որոշմանը։ Ինչ վերաբերում է Էրդողանին և Թուրքիային, վաղուց և ամեն անգամ ներկայացրել եմ, որ դրանք գազանների, անասունների մի ոհմակ են, որոնք Յանիրատանի մեծ որպես գիտնականի և մեծագույն քաղաքական գործչի Միավորված ազգերի կազմակերպության 2 անգամ ղեկավար է ընտրվել, բացահայտել է, որ անասնական այդ այսպես կարելի է ասել սինդրոմը միայն պատկանում է այսպես կոչված թուրք ազգությանը։ Թուրքամետ քաղաքականությունը դրա մասին լավ տեղյակ է, սակայն նրանք թաքցնում են դա, թաքցնելով իրենց օկուպացիոն զավթողական քաղաքականությունը։ Դեռ 77-րդ Միավորված ազգերի կազմակերպության համաժողովում Ստահակ Էրդողանը հայտարարում էր, որ Հայաստանը դա օկուպացիոն երկիր է, մոռանալով, որ 100%-անոց օկուպացիոն հողերում է այսպես կոչված այդ թուրքական գազանաբար ստեղծված պետականությունը, 100%-ով դա իրենց չպատկանող հողերի վրա է, հայերի, ասորիների, հույների բնօրրանի վրա, զավթված հողերի վրա կազմակերպված մի ոճրագործ պետականություն է։ Դրա մասին պետք է խոսվել և չպետք է խոսվի այն մասին, որ 26 թվականին վերջապես ժողովուրդը ոտքի պետք է կանգնի։ Որ ժողովուրդը, այն ժողովուրդը, որ 680,000 ձայն է տվել այս ստահակներին, խաբեություններ եղել են, ընտրակեղծիքներ եղել են, բայց համարենք, որ կես միլիոն հայ ձայն է տվել մի խեղաթյուրված շիզոֆրենիկ ստահակի, մորթապաշտ, քաղքենի, անկուշտ մի վախկոտ արարածի, դրա մասին է խոսքը։ Եվ ինչպես կարելի է, նորից եմ կրկնում և պետք է միշտ կրկնեմ, արդեն ձայներ են լսվում այսպես կոչված ընդդիմադիրների մեջ, որ տրիբունալը պետք է դրանց հարցով զբաղվի, բայց իմ առաջարկած ծրագիրը, որ տրիբունալը դա պետք է համագործակցի անժամկետ անկուսակցական ազգային ռազմական խորհրդի հետ, որտեղ պետք է վերացվեն կույրաղիկ իրենցից կույրաղիկ ներկայացնող ազգային ժողովները, սահմանադրական դատարանը, սահմանադրությունը, մեր անկախության հռչակագիրը հերիք է, դա մեր սահմանադրությունն է, դա մեր այսպես կոչված տիտղոսն է, որը մենք պետք է բարձր և ամուր պահենք և հետևենք անկախության այդ հռչակագրի ամեն մի բառին։ Սրանում է կայանում մեր քաղաքականությունը։ Միայն դրանով կարելի է փրկել Հայաստան կոչվող մինչև օրս դեռ կոչվող պետականությունն ու ազգային
կայունությունը։ Եվ ամեն անգամ պետք է կրկնեմ, որ 1,5 միլիոն անմեղ զոհեր ենք տվել, 1,5 միլիոն էլ մեղավոր զոհերի պետք է պատժենք, վերացնենք, որպեսզի մաքրվի մեր ազգային արյունը, մեր ազգային հասկացողությունը, բանականությունը։ Ինչքան կարել է դրա մասին խոսել։ Ինձ զանգել է ունկնդիրներից մեկը, ասում է Ֆրանցիսկ Հռոմի Պապի օրհնանքը դա սխալմունք է եղել։ Ասում եմ, դուք հասկանում եք ինչ եք ասում։ Ես առանց հստակ տեղեկության այդպիսի արտահայտություն չի անի։ Եվ սա առաջին անգամ չէ, որ Հռոմի Պապերը դավաճանել են հայերին, դավաճանել են հայկական պետականությանը։ Սա նորություն չէ։ Իհարկե, ստահակների քարոզչական լրատվական միջոցները պետք է ինչ-որ կերպ հերքեն, սակայն ոչ ոք չի բարձրաձայնել ինձնից առաջ այդ մասին, ինչպես բարձրաձայնել եմ շատ մեր դժբախտության երևույթների և պատահարների մասին։ Ուղղակի վերլուծությունով կարող եք ստուգել իմ ելույթների ժամանակ ես դեռ Շոյգուի այցը Հյուսիսային Կորեա նախապես ես արդեն հասկացել էի, որ Ռուսաստանին մնացել է մի միջոց դիմել Հյուսիսային Կորեային, իսկ Հայաստանում Հյուսիսային Կորեային ծաղրում են։ Հայաստանում Սովետական միությունը Սովետ միություն են ասում, անգրագիտության գագաթնակետ, խոսույթ, լիքը ժողովուրդ։ Ինչի մասին է խոսքը։ Եթե մոռացել եք ազգային ամենակարևոր ինքնությունը որակավորող լեզուն, ինչի մասին կարելի է խոսել այդ ժողովրդի մասին։ 1000 անգամ կրկնել եմ, նորից եմ կրկնում։ 168 հոգով Նժդեհը գնաց Սյունիքը փրկեց։ Իսկ ինչպիսի վիճակում է հիմա Սյունիքը։ Դատարկված գյուղեր և քաղաքներ։ Ես օդից չեմ խոսում այն մասին, ինչը որ վերաբերվում է Սյունիքի հզորությունը, որ Արցախի հզորությունը արդեն մոռացել են, թե ինչպիսի հզոր մեզ համար վահան էր, պաշտպանիչ մի մեծ տարածք էր, մեր բնօրանի հազարամյակներում մեր բնօրանի ամենազտարյուն մնացած կտորը, որը միշտ էլ նույնիսկ պետականությունը կորցնելու դեպքում Արցախում մեր իշխանները գոյատևել են միշտ։ Արցախի իշխանությունները գոյատևել են թե թուրքական, թե պարսկական լծի ժամանակաշրջաններում։ Եվ նորից եմ կրկնում, Արևելյան Հայաստանի այս կտորը, որ մեր ձեռքում է դեռ, դա ի շնորհիվ ռուսական կայսրության է եղել։ Եթե 14500 ընտանիք 13 թվականի և 28 թվականի ռուս-պարսկական համաձայնագրերը չլինեին, այդքան հայություն չէր նորից վերաբնակվի Շահ Աբբասի այն ստահակի հայերի տեղահանությունը և Պարսկաստան տեղափոխելու միջոցով առաջացած հայկական մեծ դիասպորայից ետ բերեցին այժմյան Հայաստանի տարածք։ Այդ պատճառով է, որ այսօր Հայաստանի այս վերջին մնացած պետականություն ունեցող հողակտորում գոյություն ունի մոտ 3 միլիոն բնակչություն։ Հասկանում եք, դա է փրկել մեզ, որպեսզի մինչև օրս պետականություն ունենանք։ Այդ 14500 ընտանիքին ցարական իշխանությունը 5 տարով ազատել է հարկերից։ Իսկ այս ստահակը, որին բնութագրում են, թե Ալիևը նրան 5 միլիարդ փող է տվել, դուք հասկանում եք այդ ստահակ Կինտո Ալիևը սրան մի կոպեկ կտար։ Մատ է թափ տալիս, սա ձայնը կտրում սեղանի տակ է մտնում։ Ինչի մասին եք խոսում։
Քամել է բոլորին, այսպես կոչված մեծահարուստներին, որ օլիգարխ եք ասում, տահասաբար։ Օլիգարխ Հայաստանում չկա, արդյունաբերություն չկա։ Արդյունաբերության ճյուղի տերն է օլիգարխ։ Իսկ Հայաստանում արդյունաբերությունը դա սուպերմարկետն է կամ ոսկու շուկան, ինչի մասին եք խոսում։ Ինչ է ձեր ուղեղում աշխատում։ Հասկանալ է ոչինչ չկա ձեր գլխի մեջ, ուղեղ գոյություն չունի։ Դա 97%-ին է վերաբերվում։ 97%-ի ուղեղները լրիվ վերացվել են։ Բնազդն էլ գոյություն չունի նույնիսկ այդ գլուխների մեջ։ Ուղեղ չեն վաճառում։ 1000 անգամ կրկնել եմ, եթե վաճառեին, նույնիսկ բանկերից կրեդիտ կվերցնեի, այդպիսի բան չեմ արել, և կուղարկեի Հայաստան։ Ոչինչ չի փոխվելու, մինչև չհասկանանք, որ մեր ազգը պետք է վերացնի, ընդհանրապես վերացնի կուսակցություն հասկացողությունը։ Մեր ազգը իր մեջ պետք է ուժ ունենա, ցանկանա այնպիսի պետություններ, ինչպիսին ասեցի, Նիկարագուան է, Հյուսիսային Կորեային դիմի, Նիկարագուային դիմի, ձայն բարձրացնեն և ամբողջ աշխարհում հայտարարեն, որ Հայաստանի իշխանությունը դա թշնամական, դավաճանական իշխանություն է։ Նրանք իրավունք չունեն Հայաստանի անունից ինչ-որ ելույթներ ունենան, ինչ-որ բանակցությունների մասնակցեն։ Իսկ այդ գռեհիկ տհաս, շիզոֆրենիկ, քաղքենի տհաս անգրագետը հերիք է, դրան պետք է հեղափոխեք, բռնեք և նույնիսկ բացատրել եմ, եթե մի ստահակ ոստիկան սատկացվի և նրա ճակատին գրվի դավաճան, դա արդեն հերիք է։ Ամբողջ դրա պահակախումբը վախից այլևս նրան չի պաշտպանի։ Մի հատ ստահակ Բորենի ոստիկանի, որը կոլաբորացիոն այս իշխանության ներկայացուցիչ է, սատկացնելով, հերիք է, որ այդ ստահակը վախից փախչի Հայաստանից, իսկ նրան բռնել ետ բերելը շատ հեշտ է։ Ինչքան ձեզ բացատրեմ, իմ ձեռքը ով ընկել է այս տարիներին, որ ես գտնվում եմ Նիդերլանդներում, ով ընկել է ձեռքս, սատկացրել եմ, փրկել են նրանց թե ոստիկաններ, թե ժանդարմներ և թե իմ միակ հարազատ ընկերը, որը ուղղակի այդպես է դաստիարակվել։ Փոխանակ թշնամու մրթին ինքն էլ խփեր, ինձ էր բռնում, որպեսզի ես նրանց չսատկացնեի։ Դա Գագիկ Հարությունյանին է վերաբերում, ստահակ մի անձնավորության, որը գրփեց և փախավ, որի մասին Համբարյանը, մեր պետության երկրորդ գլխավոր անձն էր, Գդելյանի հետ Բաղրամյան փողոցի վրա, երբ որ մենք հանդիպեցինք, Դավիթ Տոնոյանին, որը պաշտպանության նախարար էր, իսկ այն ժամանակ, երբ որ մրթին տվեցի, Բրյուսելում, ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ էր որպես, Նեմեց Ռուբոն, ով ընկել է ձեռքս, սատկացրել եմ, թող Վավայի վիժվածքը լավ իմանա, որ փախավ, ես եմ նրան բռնելու և սատկացնելու, որպես ազգի դավաճան, որը ենթադրաբար դավաճանելով դարձել է ազգի թշնամի։ Սողոմոն Թեյլերյանը, երբ որ սատկացրեց Թայլատին, նրան եվրոպական դատարանը արդարացրեց և կարդարացնի այն մարդուն, ով այս ամենամեծ հայ ազգի թշնամուն կվերացնի։ Սա վերաբերվում է ամեն մի իրեն հայ զգող քաղաքացու,
ամբողջ աշխարհով մեկ թող լսեն։ Ես Եվրոպական պարլամենտ եմ դիմել եմ այն մեծ գալիք արհավիրքի դեմ, որը նրանք անվանում են փախստականների հոսք դեպի Եվրոպա, վախենալով, որ անվանեն մուսուլմանների, իսլամիստների, տերորիստների հոսքը դեպի Եվրոպա։ Բացատրել եմ, որ առաջարկել եմ թե Եվրոպարլամենտին, թե Հոլանդիայի Tweede Kamer պարլամենտին, ցանկանում են եվրոպացի դառնան, պետք է կնքվեն։ Իսկ Եվրոպարլամենտը 10 միլիարդ եվրո է տալիս Թուրքիային, որը ինքն է կազմակերպում մուսուլմանական որցերի հոսքը դեպի Եվրոպա եւ խնդրելով, որ պակասեցնեն այդ հոսքը։ Անադոլու կակաշների նոր տեսակ են Հոլանդիայում ստեղծել։ Հասկանում եք թուրքական լոբին ինչպես է աշխատում։ Իսկ Հայաստանի դավաճան թշնամի իշխանությունը ոտքերի տակ է առել պատիվ, ոտքերի տակ է առել ազգային ինքնություն, այդպես էլ պետք է լինի, նրանք կոլաբորանտ իշխանություններ են եւ ամենավերջին ոստիկանը, ամենավերջին սերժանտը ոստիկան, դա թշնամու ոստիկան է։ Նորից եմ կրկնում, եթե մի ոստիկանի վերացնեք, ճակատին գրելով դավաճան թշնամի, մի վայրկյանում այս դավաճան իշխանությունը խուսափի Հայաստանում մնալուց եւ կգտնի միջոց Հայաստանից փախչելու։ Այդ ժամանակ շատ հեշտ կլինի նրանց բռնել եւ պատժելը։ Նորից եւ ամեն անգամ ես պետք է ասեմ այն միտքը, որը մեզ կարող է փրկել, դա անժամկետ, անկուսակցական ազգային ռազմական խորհուրդ պետք է ստեղծվի իր ատյանով։ Ատյանը դա տրիբունալն է։ Մխիթար Գոշը դեռ իր աշխատություններում այն ժամանակ է նշել, ինչպես կարելի է պետություն կազմել, ինչպեսի քրեական օրենսգիրք պետք է ունենա պետությունը, որպեսզի պետականությունը կայանա եւ մնա։ Սա է միակ փրկությունը։ Այսպես կարելի է փրկել մեր արդեն գահավիժված, ոտքերի տակ առնված իշխանությունը, պետականությունը եւ միանձնա ղեկավար Հայաստանում, նորից եմ կրկնում, չպետք է լինի 15 հոգուց կազմված ազգային անժամկետ անկուսակցական ռազմական խորհուրդ պետք է լինի եւ պետք է պարզ մի օրինակ Euronews-ը, որ քարոզչական ամենամեծ լրատվական միջոցն է, նույնիսկ չհիշատակեց հակառակը Իսրայելը գողացավ մեր ապրիլի 24-ի ողբերգության խորհուրդը, լռության 2 րոպե հայտարարվեց Իսրայելում, իսկ Նետանյահուին Նիկարագուան էր առաջինը միջազգային քրեական դատարանում որպես ոճրագործի հայց ներկայացրել։ Այ եւ վերջ,